Մեր էստրադայի լեգենդ Թաթա Սիմոնյանը անվախորեն քննադատեց դեղագործներին, դրանց անվանելով դեղատնային մաֆիա։ Եվ հիշում եմ, թե ինչպես անընդհատ հյուրախավերի պատճառով ոտքերս պարզապես հրաժարվում էին աշխատել։ Սեղմեք տեսանյութի տակ գտնվող կոճակը հենց հիմա։ Այնտեղ ես ցույց կտամ, թե ինչպես պատրաստել այն միջոցը, որը վերականգնում է հոդերը 5 օրում։ Այս բոլոր տեսանյութերն իրականությանը չեն համապատասխանում։ Օգտագործել են Armenia TV-ի հաղորդավար Վահե Ղազարյանի, երգիչ Թաթա Սիմոնյանի եւ բժիշկ Բագրատ Ալեքյանի նախկինում հրապարակված տեսանյութերն ու հարցազրույցները, փոխել ձայնն ու խոսքի բովանդակությունը։ Դիփֆեյքերը վերջին տարիներին մեծ տարածում են գտել, որոնց միջոցով զեղծարարները փորձում են մարդկանց ներգրավել, օրինակ ներդրումային խարդախությունների մեջ կամ վաճառել այնպիսի դեղեր, որոնք կեղծ տեսանյութերում ներկայացված նպատակին չեն ծառայում։ Լուրերը նախկինում եւս անդրադարձել է տարածվող նման տեսանյութերին։ Мы разработали и запустили новую полностью автоматическую инвестиционную платформу. Резко раскритиковал современные аптечные методы, которые лишь маскируют симптомы, а не лечат. Բժիշկ Սահակ Սարիբեկյանը հայտարարել է, որ այլևս չի թույլ տա դեղագործների հարասնալ շաքարախտով տառապող մարդկանց հաշվին։ Անկախ նրանից քանի տարեկան եք, շաքարախտով կարող է տառապել ցանկացած մարդ ցանկացած տարիքից։ Իրականությանը չհամապատասխանող, բայց իրականին մոտ բովանդակություն հնարավոր է ստեղծել նաև առանց արհեստական բանականության, սակայն քանի որ այդ գործիքները զարգացել են եւ շատերն են օգտվում, այդպիսի բովանդակության ծավալները նույնպես մեծացել են, նշում է փորձագետը։ Եթե որևէ մեկի նկարը, օրինակ, օգտագործել են այլ կոնտեքստում բովանդակություն, իրականության չհամապատասխանող բովանդակություն գեներացնելու համար, բայց չեն հարցրել այդ մարդու համաձայնությունը, չունեն օրինական որոշակի նպատակի, ընտրեն գեղարվեստական կամ այլ տիպի ու խախտել են տվյալների հետ վարվելու որևէ կանոն, ապա դա ուղղակիորեն առաջացնում է մարդու տվյալների պաշտպանության ինչ-որ խնդիր։ Մարդու պատկերը կարող է օգտագործվել ոչ միայն հանցագործության նպատակով։ Ասենք մեկը վերցնի ու ինձ հիմա պատկերի Մալդիվներում ավազներին պարկած ու տնեցիք տեսնեն, մտածեն, թե ես աշխատանքի փոխարեն գնացել եմ հանգստանալու ու նախատեն ինձ, թե ինչի իրենց չեմ տարել, օրինակ։ Սա կարող է մարդու իրավունքներ միջամտել, թեև չլինել լայն իմաստով հանցագործություն, բայց տվյալների պաշտպանության իրավունքին կարող է առնչվել։ Այս դեպքում, ըստ Հայրապետյանի, ավելի արդյունավետ է սկզբում դիմել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին եւ հայտնել, որ տվյալն օգտագործվել է առանց անձի համաձայնության։ Բնականաբար, մեր երկրում մարդիկ կարող են նաև իրենց տվյալների պաշտպանության իրավունքը, պատկերի պաշտպանության իրավունքը փորձել իրացնել ուղղակիորեն դատարան դիմելով, վարչական դատավարության կայքով հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով տվյալների պաշտպանության մասին օրենքը խախտել է ըստ մարդկանց։ Եթե կան հանցագործության հատկանիշներ եւ հաջողության հասնելու համար օգտագործվել են դիփֆեյքեր, փորձագետը խորհուրդ է տալիս դիմել իրավապահ մարմիններին։ Ինչքան շատ մարդիկ դիմեն նման դեպքերում առերևույթ հանցագործների դեմ, ապա այնքան շատ կձևավորվի ավելի դրական պրակտիկա, որ նման գործողությունները հանցագործություն չեն կարելի եւ դա կունենա նաեւ որոշակիորեն հույս ունեմ կանխիչ կամ կանխարգելիչ նշանակություն։ Իդեպ յուրաքանչյուր մարդու պատկեր կարող է օգտագործվել իրականությանը չհամապատասխանող տեսանյութեր ստեղծելու համար, այնպես չէ, որ թիրախում միայն հայտնի մարդիկ են։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։